Սպասելով սպասեցի տիրոջը, և նա դեպի ինձ նայեց և աղաղակս լսեց, և ինձ հանեց կորստի հորիցը, տղմոտ ցեխիցը, և վեմի վրա կանգնեցրեց ոտներս, և գնացքս հաստատեց։ Դավիթը ներկայացնում է իր կյանքի պատմությունը և մեր ամեն մեկիս կյանքի պատմությունը, եթե ոչ բոլորիս վստահ եմ շատերիս։ Աստված մեզ հանեց կորստի հորիցը, տղմալի ցեխից, Քրիստոս վեմի վրա կանգնեցրեց և մեր գնացքը հաստատել է Տերը։ Ավելի հետաքրքիր է հաջորդ համարը, որ վերաբերում է մեր այսօրվան։ Եվ նոր երկ դրեց մեր բերանում, մեր Աստծո օրհնությունը։ Այսինքն Աստված մեր մեջ դրել է այդ ամեն ինչը։ Երգներ է դրել, ուղղակի պետք է մեր բերանը բացենք ու փակ տանք, մեծարենք նրան։ Եվ այսօր այդ օրն է։ Վստահ եմ նոր երկ ասելով չի նշանակում դա նոր բառ է, նշանակում է նոր հայտնությունով, նոր խանդավառությունով Տիրոջը բարձրացված մեր փառաբանությունը։ Եկեք այսօր այդ հայտնությունով, Տիրոջից գոհանալով և Տիրոջը մեծարելով, փառք տալով մեր
այն ամեն ինչի համար, ինչով որ Տերը մեզ անցկացրել է եւ այն բոլոր բաների համար, ինչ որ արել ենք մեր կյանքում։ Եկեք կանգնենք եւ փառաբանենք Տիրոջը այսօր։ Գոհանում ենք քեզանից երկնավոր Հայր, գոհանում ենք ամեն օրվա համար, ամեն ժամի համար Տեր, գոհանում ենք, որ մեզ հանդիպեցիր, մեր կյանքում ես հրաշալի բաներ արեցիր եւ նոր երկ դրեցիր մեր բերանուն, որ կարող ենք քեզ փառաբանել ու քեզ մեծարել Տեր։ Դա մեծագույն պատիվն է լինել քեզ փառաբանողներ, քեզ մեծարողներ, որովհետեւ դու ես ամենամեծը, որովհետեւ դու ես միայն արժանի առնել փառքը, պատիվը, մեծարելքը։ Հայր, մեծարում ենք քեզ եւ օժտում ենք քեզ։ Թող այսօր քո ներկայությունը ստեղ խփի ամեն մեկին եւ ամեն մեկից գոհության ձայներ բարձրանա դեպի քեզ, գոհության աղաղ բարձրանա դեպի քեզ, որ միայն դու ես արժանի Հայր։ Որտեղ Տիրոջ հոգին ազատություն է եւ թարմաշուչ կամին է բջում, բերում է ջիր անձրևն իր խոստումներին, արդարացում հույսը սրտերին, որտեղ Տիրոջ հոգին ազատություն է եւ թարմաշուչ կամին է բջում, բերում է ջիր անձրևն իր խոստումներին, արդարացում հույսը սրտերին, իմ սեր առաջին, արծաթի քո հոգին, թող մչի հոգում կամին, կամին զորության ռագին, կամին խնդության և պարքին,
ես շիպավ, օգնում ես ու հասնում, մեր կյանքն ես դու, մեծ է հոգի, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձրալ է նա։ Հավար, շարժում ենք մեկ սարերը, և կարող ենք ամեն բան։ Այո, հավար, ուրախ ենք, որ արդար ենք, և կարող ենք ամեն բան։ Աստծո ուժով, հավար, շարժում ենք մեկ սարերը, և կարող ենք ամեն բան։ Այո, հավար, ուրախ ենք, որ արդար ենք, և կարող ենք ամեն բան։ Աստծո ուժով։ Երկում է քեզ մեր Տեր, գալիս է կյանքը մեր, ապրում է քեզ համար, Հիսուս մրգիչն է, առաջ ենք մեր քայլում, ոչինչ մեզ չի պահում, օգնում ես ու հասնում, մեր կյանքն ես դու, մեծ է հոգի, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձրալ է նա։ Հավար, շարժում ենք մեկ սարերը, և կարող ենք ամեն բան։ Այո, հավար, ուրախ ենք, որ արդար ենք, և կարող ենք ամեն բան։ Աստծո ուժով, հավար, շարժում ենք մեկ սարերը,
Thank you.
աղջիկն ամուսնացեց, նրա աղջիկը խնդրեց, որ իրան օրհնություն տա հայրը։ Եվ հայրը նրան տվեց վերևի և ներքևի ջրի աղբյուրները։ Նրա աղջիկը չէր ասել, թե իրան ինչ տա, ուղղակի օրհնություն էր խնդրել, բայց հայրը նրան տվեց և վերևի և ներքևի աղբյուրները։ Եթե մարդը կարող է իր որդուն լավը ցանկանա, ամենից լավը տա, ինչքան առավել հայրը։ Խնդրի նրան ջրի աղբյուրները։ Այն խոսքը, որ Աստված ասում է, դուք թողեցիք կենաց ջրերի աղբյուրները։ Հիմա դարձի ասա դառնում են Տեր և խնդրում են կենաց ջրի աղբյուրները, հագեցրու են ջրերով, լցրու են այդ ջրերով, որ ես միշտ կենդանանամ, որ ես ձանից կյանքի ջրի կետերը բխեն, իմ փորից կյանքի ջրի կետերը բխեն, որովհետև մեր Աստված հենց կյանքի կենդանի ջրի աղբյուրների ակունքն է, խնդրի նրանից և նա կտա քեզ, եկեք խնդրենք նրանից և նա կտա ամեն բան, ինչ որ խնդրում է, նա լսում է իմ ու քո աղաղակը, նա տեսնում է մեր նեղությունը, նա գալիս է հենց ճիշտ ժամանակին, որպեսզի մեզ բարձրացնի ու կանգնեցնի, սիրելի քույրս, եղբայրս, նա աղոթք լսող Աստված է, հալելույա, 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 չլինես, որ դու մենակ չլինես, եկեք կրթնենք նրան, եկեք կրթնենք նրան, Հալելույա, 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 Հալելույա,
մենք կկարողանանք հաղթել, որովհետև դու մեր կողքին ես, դու լսում ես մեր աղաղակը, Տեր, դու հավատքով զորացնում ես մեզ, ինչպես որ Քաղեբը 40 տարի հավատաց, այդ խոստմանը, որ դու էիր տվել, Տեր, ու այդ խոստումը նրա մեջ իր մեջ զորություն ուներ, հասցնելու նպատակին, հասցնելու այն կետին, որը որ դու էիր նախատեսել, ով Աստված, հավատում եմ, Տեր, յուրաքանչյուրիս համար, ամեն մեկիս համար դու խոստում ունես, ու այդ խոստումը իր մեջ զորություն ունի հասցնելու, ու այդ խոստումը հավատքով լեցուն է, մեզ տանելու այնտեղ, որ դու ես նախատեսել։ Մենք քեզ ունենք մեր կյանքերի մեջ, Տեր, որ կենդանացնում են, որ զորացնում են, փառք ենք տալիս քեզ, մեծարում ենք քեզ, Տեր, օրհնի քո ժողովուրդը, թող ամեն մեկը, Տեր, քո սրտի, իրանց սրտերի մեջ, քեզանից ունեցած, քեզանից ստացած գնա, որովհետև դու աննպատակ չես գալիս, դու գալիս ես հենց ճիշտ ժամանակին, դու գալիս ես ամեն մեկիս համար, ով Աստված, փառքերի Տեր, մեր Տեր ու Աստված, փառք քեզ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, Տերը թող օրհնի ամեն մեկիս։ Հարթիրոջը, այսօր մեր մեջ շատ անուշ մարդիկ կան, որ ուզում եմ ներկայացնեմ և մի փոքր ժամանակ կտամ, որպեսզի ներկայացնեմ այն ծառայությունը, որ ունեն Հայաստանի մեջ։ Ուրեմն Խաչմերուկ նախաձեռնության ծառայողներն են, հավաքներն են այստեղ։ Հետաքրքիր մի բուկետ տարբեր եկեղեցիներից երկնքի արքայության նախատիպի պես, որտեղ պետք է հավաքվենք բոլոր եկեղեցիներից, ովքեր որ Տիրոջը սիրում են և պաշտում են և հետևում են։ Ամեն։ Ուրեմն առաջինը Քնարիկ Սարեբեկյան, Խաչմերուկ նախաձեռնության գլխավոր քարտուղար, Քնարիկ ջան կարնի։ Եկեք Տիրոջի փառք նրա նաև մեր սիրելի Քետրիննա, որը Գերմանիայի լյութերական եկեղեցուց է և մոտ 6 տարի է, որ Հայաստանում է, ես իրան առիթ կտամ ողջունել, դուք կզարմանաք իր անուշ հայերենի վրա, թե ինչքան սիրուն է խոսում։ Քետրին ջան, կանոնի խնդրում եմ։ Միքայել Թովմասյան, մոռացա ասեմ, Քնարիկը մեր Հրազդանի վերածնունդ եկեղեցու անդամներից է։ Եվ Միքայել Թովմասյան, որը Քետրինի թե ամուսինն է, թե նաև Խաչմերուկի քաղաքի անդամ։ Ինքը նաև մկրտական եկեղեցու անդամ է։ Այսքան փոքր խմբի մեջ շատ բազմազան և անուշ ներկայացնում են տարբեր եկեղեցիներ Քրիստոսի տարբեր ընտանիքներ։ Ուզում եմ նախ Քետրինը ողջունի մեզ, և հետո Քնարիկին ժամանակ կտանք, որ ինքը մի կարճ ներկայացնի իր ծառայությունը և հայտարարությունը։ Քետրին ջան, արի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Շատ ուրախ եմ, որ կարող ենք այսօր ձեր մոտ լինել։ Մենք շատ ենք լսել ձեր մասին ու շատ ուրախ ենք, որ այս արիթ մեզ տրվեց ու ես հետո մի քիչ էլի խոսամ, բայց հիմա Քնարիկին եմ տալիս, որ ինքը ներկայացնի մեր կազմակերպությունը, ես ինքը ներկայացնում։ Ես էլ եմ շատ շնորհակալ մեզ այս հնարավորություն տալու համար, հավատացեք մեր թիմը շատ բազմազան է, Խաչմերուկի ուրիշ եկեղեցիներից էլ աշխատողներ ու ծառայողներ, PowerPoint ունենք, եթե Խաչմերուկը միջբողական քրիստոնեական նախաձեռնություն է, այսինքն մենք տարբեր եկեղեցիներից հավաքված ուսանողներ ենք, ովքեր համագործակցում ենք, որպեսզի սովորենք, թե ինչպես հասնենք համալսարանում սովորող ուսանողներին։ Մենք այսպես ասած եկեղեցու ձեռքն ենք համալսարանում, որտեղ ոչ մի կրոնական որևէ բան չի թույլատրվում։ Մենք սովորում ենք ուսանողներին սովորեցնում ենք արդեն, ես ուսանող չեմ, ինձ էլ եմ այս ներառում է, չէ, սովորեցնում ենք ուսանողներին, թե ինչպես ավետարանեն այս դարաշրջանի
երիտասարդներին, իրենց համակուրսեցներին, սովորեցնում ենք իրենց թե ինչպես ճիշտ պատասխաններ տան բարդ հարցերին, այս դարաշրջանի սովորեցնում ենք ինչպես գործնական ավետարանցություն անել, աշակերտություն, ինչպես առաջնորդություն անել, ինչպես խմբեր վարել համալսարանում կամ հենց ծառայության ներսում։ Մեր ամբողջ տեսիլքը սա է, որ ունենանք Հիսուս Քրիստոսի հետ հարաբերության շնորհիվ վերափոխված ուսանողներ, բուհեր եւ հասարակություն, մենք իրոք ուզում ենք տեսնել մեր երկիրը փոխված, իսկ ուսանողները այն ուժն են, ովքեր փոխում են այս երկիրը։ Հաջորդը։ Մենք օգնում ենք եւ քրիստոնյա ուսանողներին եւ ոչ քրիստոնյա ուսանողներին, որպեսզի հասկանան իրենց կարեւորությունը թե իրենց եկեղեցիներում, իրենց ընտանիքներում, թե հասարակության մեջ։ Կարճ ներկայացնեմ մեր հիմնական նպատակը, վերջնական նպատակը ավետարանցությունն է, որը մենք անում ենք տարբեր միջոցառումների միջոցով։ Անցնենք։ Մենք համագործակցում ենք ավետարանական ուսանողների միջազգային ընկերակցության հետ, որը ունի ուսանողական ծառայություններ ավելի քան 160 երկրներում։ Մենք մեր ուսանողներն էլ ենք հնարավորություն տալի, որ շփվեն, ծանոթանան մյուս երկրների ուսանողների հետ եւ փորձի փոխանակում ունենան։ Սայլացնենք։ Մենք իրոք քաջալերում ենք մեր ուսանողներին, որ ակտիվորեն ներգրավեն եւ իրենց ընտրություններն են եկեղեցիներում, տարբեր ծառայություններում, երկրի հասարակական կյանքում, օգնում ենք իրենց, որ բազմակողմանի զարգանան եւ այս դարի համար լրիվ կոմպետենտ մարդիկ դառնան։ Ունենք բազում արժեքներ, կարող եք կարդալ, մենք քաջալերում ենք, որ ուսանողները նախաձեռնեն ինչ-որ բաներ, մենք չենք թելադրում, թե ուսանողներն ինչ անեն քրիստոնյա, այլ իրենց որոշումներին ենք ուժ տալիս, որ իրենք իրականացնեն, ես տեսիլքը իրաց ծրագրերը։ Մենք ունենք միջհարանվանական համագործակցություն եւ ոչ հարանվական ուսուցում։ Մենք անում ենք ակտիվ եւ ստեղծագործական ավետարանցություն, սովորեցնում ենք ինչպես վկայել եւ դառնալ կենդանի վկայություն եւ այլն, սայլանցնենք։ Ինչպես ենք մենք անում այս ամեն ինչը, միայն ուսանողների միջոցով, ուսանողների համար, բերքը հավաքող մշակների միջոցով, որոնք հենց մեր ուսանողներն են։ Անցնենք։ Մենք այստեղ թող կադրին ներկայացնի, համել վայելեք իր հայերենը։ Երբան չեմ ասի։ Մենք շատ տարբեր ծրագրեր ենք անում։ Օրինակ այստեղ աստվածաշնչյան ուսումնասիրության խմբեր են ու փորձում ենք շատ կրեատիվ ստեղծագործական ձևով անենք, օրինակ ներքևում իրանք սաղ սցենաները ոնց որ ձեռքով փոքր քանդակներով ցույց են տալիս աստվածաշնչյան։ Դա ամեն ինչ կատարվում է ուսանողների հետ, ովքեր Տեր Քրիստոսին չեն ճանաչում, որ իրանք աստվածաշունչը սովորեն կարդան։ Անհատական աշակերտություն ունենք, որ ուղղակի մի ուսանող ուրիշ ուսանողի հետ հանդիպում է ու իր հետ աստվածաշունչ են կարդում, իրար օգնում են, որ հավատքի մեջ աճեն։ Առաջնորդության կոնֆերանսներ ենք անում, համաժողովներ, հենց հավատացյալ ուսանողների համար, որ իրանք ավելի շատ սովորեն ոնց ծառայեն ուրիշ ուսանողներին։ Դա արդեն ճամբարներ են, օրինակ անում ենք ավետարանչական ճամբարներ եւ կոնֆերանսներ, կարելի է անցնել մյուսին։ Ու մեր վերջին ճամբարին սպասում են մոտավորապես 60 հոգու, 30 հայ ուսանող, 30 միջազգային ու եկել են 100 ուսանող, նոր ուսանող։ Իրանց մեջ հինդու ուսանողներ, մուսուլման ուսանողներ ու բոլորը շատ հետաքրքրված են։ Հայերի մեջ էլ ու շատ մարդիկ ասեցին վերջում մենք առաջին անգամ լսել ենք Հիսուս Քրիստոսի մասին այդքան բարձ ու հասկանալի թե ինչի է եկել թե ու շատերը հիմա մասնակցում են խմբերին ու արդեն եկեղեցի են գնում մի քանի հոգի կան, ովքեր արդեն ապաշխարել են կամ շատ մոտիկ են ու շատ շնորհակալ ենք Տիրոջ այս հնարավորության համար։ Այստեղ վերևում տեսնում եք մեր միջազգային ուսանողներին։ Ուրիշ միջոցառումներ ենք անում, որ ուսանողներին թույլ ենք տալի իրանց հմտությունները ծառայեցնեն Տիրոջը։ Օրինակ կան գիտար նվագողներ, իրանք գիտարի ակումբ են անցկացնում իրանց ընկերների համար, ու այդ միջոցով բերում են, ծանոթանում ենք ու հետո ավելի խորն ենք տանում արդեն աշխատանքը։ Ներքևում գերմաներեն ակումբ ունենք, օրինակ կանանցնենք։ Սա տարբեր միջոցառումներ են, օգտագործում ենք օրինակ Վալենտինը, որ իսկական սիրո մասին խոսանք, Սուրբ Ծնունդյան տոներ ենք անում, որ բացատրենք թե ինչի է Հիսուս եկել եւ այլն։ Մշակութային երեկոներ, օրինակ այստեղ հնդկական, գերմանական ու հայկական մշակութային երեկո ենք անցկացրել։ Արշավներ իհարկե, որ ընկերանան սովորեն, թիմով աշխատել իրար օգնել։ Եվ լիարժեք կյանք սեմինար ենք անցկացրել, դա ավելի շատ կյանքի նպատակներ, արժեքներ իրականացնելու համար սեմինար էր, որը շատ հաջողակ անցել ու շատ նոր ուսանող եկել։
Սա նորից մեր միջազգային ուսանողներն են, շատ ունենք, ու իրանք անում են տարբեր հանրակացարաններում իրանց ընկերների հետ խմբեր են անցկացնում ու շատ ուսանողներ են գալիս, ովքեր առաջին անգամ Հիսուսի մասին են լսում։ Դա արդեն Հրազդան քաղաքում էլ ունենք ծառայություն, խումբ ունենք։ Սա մեր աշխատողների թիմն է։ Սա էլ մեր խորհրդի անդամներն են, տարբեր մարդիկ, տարբեր եկեղեցիներից իրանք մեզ խորհուրդ են տալիս, մեր ծառայությունը առաջ պատմում։ Եվ արագ շատ արդ ներկայացնում մեր կոնֆերանսը, որն ուզում ենք հրավիրել ձեզ, սա լինելու ուսանողների առաջնորդական կոնֆերանս, որտեղ ուսանողներն կսովորեցնեն, թե ինչպես Տիրոջ շնորհքի մեջ աղձիկների պես սավառնեն իրենց ուսման վայրերում, հասկանան իրենց կանչվածությունը, ավելի համարձակ ավետարանեն, կունենան խոսնակ Ամերիկայից, ով 40 տարվա հովիվ է և պատասխանատու բազում միսիոներների համար և ծառայել է եվրասիական երկրներում, սովետի տարիներին շատ թաքուն բարձրացրել է առաջնորդներ և ինք շատ անգամ է եղել Հայաստանում, նորից շատ ուրախ ենք, որ գալու է և մեկ այլ շվեդ քարոզիչ, որը կտա մեկ այլ դաս։ Կոնֆերանսը լինելու է մարտի 3-ից 5-ը, ամեն եկեղեցին մենք հնարավորություն ենք տալիս մինչև 6 ուսանողի գրանցվելու։ Եթե դուք ցանկանաք ձեր հովի ու ավակների հետ խորհրդակցելով, կարող եք գալ, այստեղ ունենք գրանցման թերթիկներ, վերցնել ու գրանցվել կոնֆերանսի համար։ Կոնֆերանսի մանրամասները ևս ունենք, թե հարցեր ունենաք, կարող եք դիմել, մոտենալ, շնորհակալ ենք շատ ձեր տված ժամանակի համար։ Նաև աղոթեք մեր համար շատ, որ լավ աշխատենք մեր մուսուլմանների և հինդուների և հայ քրիստոնյաների հետ, նաև որ տղա աշխատողներ ունենանք։ Փառք Տիրոջ։ Կարծում եմ մեր ուսանողներին հետաքրքրեց, վերջում մոտեցեք, ցավոք, որ տեղերը սահմանափակ են շատ եւ բայց կարծում եմ, որ նրանք, ովքեր շատ ուզենան, հնարավորություն ունենան մասնակցել։ Լավ, փառք Տիրոջ այսօրվա համար։ Մենք պետք է շարունակենք մեր նյութը, որ սկսել ենք այս տարվա մեջ, ովքեր են հիշում, որ են գնում այս տարի, հա? Ճանաչել Քրիստոսի սերը։ Ամեն։ Եկեք բացենք իրար այդ Եփեսացիս 3-րդ գլուխ։ համար, որ դուք սիրով արմատացած և հաստատված լինելով, բոլոր սուրբերի հետ միասին ի վիճակի լինեք ըմբռնելու, թե ինչ է լայնությունը ու երկարությունը, խորությունը ու բարձրությունը։ Ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն հասկացողությունից վեր է, որ լցվեք Աստծո ամեն լիությամբ։ Այն ինչ որ անհնար է մարդու կողմից միայն քո քեզանով, քո կողմից հնարավոր մեր երկնային Հայր, մենք խոնարհվում ենք քո առաջ։ Խնդրելով, որ դու մեզ արմատացնես քո սիրո մեջ և հասկացնես մեզ, տաս մեզ գերբնական ընդունակություն և կարողություն։ Սուրբ Հոգովդ մեզ համար մատչելի դարձնես դա և ցանկալի դարձնես, որ մենք գնանք դեպի դա, գնանք այնտեղ, որտեղ դու մեզ առաջնորդում ես, որ լինենք ավելի քրիստոսակերպ մեր կյանքի մեջ, որ քո երկնային հավիտենական նախասահմանության կամքը իրականանա այս երկրի վրա, որ մարդիկ իմանան, ճանաչեն քո սերը, նրանց միջոցով, ովքեր ճանաչեցին Քրիստոսի սերը, թող քո սուրբ ու մեծ անունը հավիտյան փառավորվի։ Ամեն։ Տեսեք, ասում է, որ դուք սիրով արմատացած և հաստատված լինելով և որոշակի կարգավիճակ, որոշակի մակարդակ է ուզում, որպեսզի այդ մակարդակի մեջ, որովհետև այդ մակարդակի մեջ մենակ մենք ի վիճակի կլինենք
ըմբռնելու ինչ է լայնությունը, երկարությունը, խորությունը և բարձրությունը։ 93 թվականից 23 տարի մոտարապես ինձ համար այս չափանիշները հասանելի չէին։ Լայնությունը, երկարությունը, խորությունը և բարձրությունը։ Բաներ կա, որոնք մինչև Աստված չբացի դու չես կարող իմանաս։ Ինչքան էլ մենք խելացի լինենք, ինչքան էլ շատ ուզենանք իմանանք։ Եվ հարցը նա չի, որ Աստված չի ուզում բացել, հարցը նա է, որ որոշակի բան իմանալու համար որոշակի տարիք անհրաժեշտ և որոշակի հասունություն է պետք, որպեսզի մենք հասնենք այդտեղ և մեզ համար մաչելի լինի։ Պողոս Առաքյալը կամ Աստծո Հոգին Պողոսի միջոցով այդ մասին է խոսում ցույց տալով, որ մենք տեղ ունենք գնալու, սիրո մեջ պետք է արմատանանք։ Եվ երբ որ սիրո մեջ արմատանանք, մենք կսկսենք հասկանալ լայնությունը, երկարությունը, խորությունը և բարձրությունը։ Երբ որ այս տարվա համար Տերը առաջնորդեց այս խոսքի մեջ, ես երբ որ պատրաստում էի, ինքս էլ չգիտեի ինչ են դրանք։ Աղոթում էի ու սպասում էի վստահ իմանալով այսքան տարիների մեջ փորձառությամբ ճանաչելով Տիրոջ ձեռագիրը, իմանալով, որ երբ որ ինքը ինչ-որ բան ուզում ասի, ուրեմն ինքը կասի դա։ Եվ իսկապես էլ որոշ բաներ ինձ բացվեց Տիրոջ ողորմությունով, որ ուզում եմ փոխանցեմ։ Այսօր կնայենք, կսկսենք նայել ինչ է լայնությունը։ Առաջինը դա էր, չէ՞։ Ինչ է լայնությունը։ Ինչ որ նրանք ովքեր չեն լսել նոր տարվա գիշերը, այս պատգամ ովքեր որ չեն լսել։ Չնայած կարծում եմ նրանք ովքեր լսել են, նրանք էլ հազիվ թե հիշեն։ Բայց ինչ կարծիք կարտահայտեք, ինչ է լայնությունը, ըստ ձեզ, ինչ կարա սրա մեջ լինի։ Մեկ վախենա սխալվելուց։ Իհարկե, Աստծո սիրո մեծության չափերից մեկն է լայնությունը, բայց ինչ է նկատի ունենում լայնություն ասելով։ Ընդգրկում ապօրինակ։ Հիշում եք, լսել եք, որ ինչ-որ մեկը այսպիսի խոսք ասի, որ այս մարդը մեծ սիրտ ունի, կամ լայն սիրտ ունի, կա է ձևի հասկացողություն։ Պողոսը, եթե չեմ սխալվում, ասում մեր սիրտը դեպի ձեզ լայնացած է։ Եվ ոնց որ Արտուրը ասեց, դա ընդգրկելու կարողության մասին է խոսում։ Իրա տարողունակության մասին է խոսքը։ Լայնությունը նշանակում է Աստծո սիրո տարողությունը ընդգրկելու իրարից ծայրահեղորեն տարբեր մարդկանց, խմբեր, ժողովուրդներ, ազգեր, ում կարա ընդգրկի։ Օրինակ մեր սիրտը շատ սահմանափակ է։ Կա նաև կատեգորիա, որ նեղ սիրտ մարդիկ են կոչվում։ Պողոսը ասում է նեղ սիրտներին, եթե չեմ սխալվում, ասում է ողորմության վերաբերվեք։ Նեղ սիրտ է։ Կան մարդիկ, ովքեր ցավոք սրտի լինելով հավատացյալ, շարունակում են ապրել աշխարհիկ չափանիշներով։ Օրինակ, մարդիկ են ընտրում իրանց մտերիմների շրջանում, մարդիկ են ընտրում իրանց ճաշակի համեմատ։ Մարդիկ են ընտրում, որոնց ռուսերեն ասում է սիմպաթիզիրույթ, համակրում են, որոնց համակրում են, որոնք, և դրանք հիմնականում գալիս է էգոիզմից։ Մարդը, ամեն մարդ իր նմանին անկեր, չէ, ժողովուրդ ասում է, ասա ով է քո ընկերը,
կասեմ, թե դու ով ես, որովհետև մենք մեր տեսակի պես ենք մեզ ընկերներ ընտրում, ըստ մեր սիմպաթիայի։ Եվ նրանք, ովքեր չեն համապատասխանում, մանավանդ ովքեր, որ կոպիտ ձևով չեն համապատասխանում մեր չափանիշների, իրանք զրկվում են մեր ողորմությունից և բարյացակամությունից։ Գուցե մենք հարաբերական հարաբերություններ պահպանում ենք, բայց իրանք մնում են երկրորդ, երրորդ, գուցե 5-րդ, 10-րդ կռուկ, որոնց մենք կարող է բարևենք, բայց չենք կարող բացենք մեր կյանքի սահմանները իրանց համար և իրանց ներս թողենք։ Ես վերջերս մի հատ քույրիկ Facebook-ում գրել էր, երբ որ սիրտը բացում ես և ցեխոտ ոտերով մտնում են այնտեղ և ապականում են քո սիրտը։ Աստծո սիրո լայնությունը ներգրավում է ամբողջ աշխարհը։ Նրա լայնությունը պտտվում է երկրագնդով մեկ և ոչ մեկը այդ լայնությունից դուրս չի մնում։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդուն տվեց։ Եվ այդ այնպես սիրեց աշխարհը նրա լայնությունն է ցույց տալիս, որ ընդգրկեց բոլոր մարդկանց առանց բացառության։ Պատկերացնում եք, Աստված, ես չգիտեմ, մենք հասկանում ենք իրականում ըմբռնում ենք սա, որ Աստված Աստծո մոտ աչառություն չկա։ Ես մի անգամ, երբ որ նոր էի ապաշխարել, և մինչև որ Վանաձորից կհեռանայինք էլ այդպես էր, նեն չէր, որ դա մենակ նոր ապաշխարած ժամանակ էր։ Առաջի բանը առավոտը, որ անում էի, ես չգիտեմ հաց ընտում էի თუ չէ, ուտում երբեմն ընտում էի, երբեմն չէ։ Արթնանալուց հետո ամուսնացած էի, երեխաներ ունեինք։ Վազում էի օֆիս Ռաֆայել Եղբոր մոտ։ Նենց չէր, որ ես իրա կողքին ինձ լավ էի զգում, որովհետև իրա կողքին կայանում էի, կամ ինքնահաստատվում էի, ավելի ճիշտ ասած։ Կայանում էի հոգևորապես, բայց ոչ իմ անձի համար, ոչ իմ փառքի համար, այլ այնտեղ իր օֆիսում ինձ ոչ մեկը դրա համար չէր վճարում, ես չէի աշխատում այդ օֆիսում։ Այնտեղ միտեղ նստած փորձում էի, որ սա ամեն բառը միտքը հասկանամ, այն ինչ որ ինքը կասեր։ Եվ երբ որ ինքը բացում էր իր բերանը և խոսում էր երկնային բաներ, ես հալվում էի այդ հայտնություններից և մտածում էի, պարզ է, որ Տերը Ռաֆայել Եղբորը ուրիշ ձև է սիրում։ Եվ այդ մտքերի մեջ էի, մի քանի րոպե անց Ռաֆայել Եղբայրը ասեց, եղբայրներ եկեք աղոթենք իրար հետ։ Եվ մենք կանգնեցինք աղոթելու, և չգիտես ինչի, հանկարծ ինքը ասեց, կարող է մեկը մտածում եք, որ Տերը ինձ հատուկ ձևի է սիրում։ Վստահ իմացեք, ոնց որ Աստված ինձ է սիրում, նենց էլ ես եղբորն է սիրում, և ինձ է ցույց տալիս։ Նրա սիրո մեջ աչառություն չկա, նրա սիրո լայնությունը։ Ես ասում եմ Տեր, երբեմն իհարկե, երբ որ մի քիչ Աստված թույլ է տալիս, որ ինքս ինձ ճանաչեմ, դրանք դաժան օրեր են։ Այդ վաղ խորը հիասթափություն եմ ունենում և երբեմն Տերը ինձ ների կասկածում եմ, ասում եմ Տեր, արդյոք ճիշտ է, որ դու ինձ ընտրել ես։ Բայց երբեմն էլ ասում եմ Տեր, ինչ լավ է, որ քո ճաշակը զարմանալի է, որ գուցե նկարագրելի չի, բայց այնքան է զարմանալի, որ ես էլ այնտեղ տեղ եմ գտել։ Որպեսզի ճանաչենք նրա սիրո լայնությունը, մենք պետք է ճանաչենք, թե Աստված ում ընտրեց, որ հասկանանք նրա չափումները։ Ես երեկ պատրաստվում էի պատգամի և մտածում էի ում որպես օրինակ դնեմ։
Եվ որոշեցի դնել նրանց, ում որ հենց ինքն է դնում։ Գիտեք, զարմանալի է, ուղղակի, երբ որ Սուրբ Հոգին կենթանացնում է Աստծո խոսքերը, եւ քեզ տանում է դրա այն խոսքերի խորությունները, ներքնահարկերը։ Եվ ցույց է տալիս քեզ այնտեղ աստվածային էության մի շողարցակում, մի փոքր լույս, մի փոքր լույսիկ, դու հալվում ես իր ներկայության մեջ։ Ուղղակի ապշելու բանը հենց այն, որ Ղուկաս 15-րդ գլխի մեջ Հիսուսը ասում է, ներկայացնելով Աստծուն, ներկայացնելով Հորը, նրա ամբողջ ջանքն էր, ամբողջ գործը, ամբողջ կենտրոնացումը, որ նրան ներկայացնի որպես հայր։ Եվ ահա Հիսուսը ներկայացնում է Հորը եւ ասում է զարմանալի խոսքեր։ Մի մարդ երկու որդի ուներ։ Եվ այդ երկու որդու մեջ մենք կանք։ Հա? Մենք որդիներ ենք։ Ուրեմն մենք այդ երկուսի մեջ ենք։ Կամ մեկի մեջ, կամ մյուսի մեջ։ Գիտեք, որ Աստված անաչառ է նաև ճշմարտություն հայտնելու մեջ։ Ինքը չի ասում, սրան հատուկ եմ սիրում, իր թերությունները չհայտնում։ Աստված բազմակողմանի բան է ներկայացնում Ղուկաս 15-րդ գլխի մեջ այն հատվածում, որը մենք սովոր ենք ասել անառակ որդու պատմություն։ Ես երբեմն մտածում եմ, որ դա բայց ինչի է մենակ անառակ որդու պատմություն, դա նաև մեծ որդու պատմությունն է, չէ՞։ Բայց երեք իմ համար մի բան եմ բացահայտել, դա Հոր պատմությունն է։ Որովհետև որդիների միջոցով նա ներկայանում է։ Աստված ներկայանում է իր էությունը, ներկայացնում է, ցույց է տալիս, թույլ է տալիս ճանաչենք նրան։ Դրանք երկուսն էլ որդիներ էին, որոնցից կարելի էր հրաժարվել։ Երկուսից էլ։ Որդիներ էին, որոնք այդ նման Հորը պատիվ չէին բերում։ Եթե դու ուզում ես դուրս գաս այդ որդիների մեջից, շատ թանկ կվճարես, որովհետև որդի չես լինի։ Իսկ եթե մնաս այդտեղ, պետք է սկսես ճանաչել, եթե չես ճանաչել, նրան, ում որ Աստված է ներկայացնում։ Այդ երկուսից մեկի մեջ ես ու դու կանք։ Իսկ իրականում Սուրբ Հոգու լույսի տակ Աստծո խոսքերը մի ուրիշ պրիզմայով են երևում, ուրիշ ձև են երևում։ Օրինակ Հայր մերի մեջ Հիսուսը մեզ սովորացնում ասում է, երբ որ աղոթեք, ամեն անգամ, երբ որ աղոթեք, ասեք, ով Հայր մեր, մեզ մի տանի փորձության։ Մտածել ենք արդյոք թե ինչի է Տերը ասում այդ խոսքերը, մեզ մի տանի փորձության։ Որովհետև փորձության մեջ հանկարծ մեզ համար բաներ է բացվում մեր մեջ, որոնք մահացու կարան լինեն մեզ համար։ Խորը, մահվան աստիճանի հիասթափացնող կարան լինեն, որովհետև փորձության դաժանությունը դրա մեջ է, որ ցույց է տալիս մեր իսկական բնույթը։ Հիշում եք այն պատգամը, որ կար գիշերվա պայքարը, երբ որ մարդը իր փորձության մեջ, իր անեղության պայքարի գիշերվա մեջ մենակ մնում Աստծո հետ։ Այնտեղ ես ասում եմ երկու բան ճանաչում ենք։ Առաջինը դա իր պոտենցիալ կարողությունն է Աստծո դեմ լինելու։ Եթե դու չես ճանաչում քո մեջ եւ ասում ես ես այդպեսին չեմ, երանի քեզ, որ դու դեռ չես ճանաչել։ Եվ երկրորդը
որ մարդը ճանաչում է այդ փորձության մեջ, դա իր սարսափելի անճարակությունն է փոխվելու։ Դրա համար երևի Աստված ասում է, որ ամեն անգամ երբ որ աղոթեք, ասեք մեզ փորձության մի տանիր։ Կամ ուրիշ մի բան։ Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 21-22 համարների մեջ հարց է առաջանում, քանի անգամ ներեմ իմ եղբորը։ Եվ Պետրոսը որոշում է շատ շռայլ լինել եղբայրասիրության եւ ներման մեջ լայն սիրտ դրսևորել եւ մաքսիմում աուկցիոնային մաքսիմում գնահատականն է տալիս ասելով 7 անգամ ներեմ։ Եվ Հիսուսը ուղղում է նրան, ասում է ոչ 7 անգամ, այլ 70 անգամ 7։ Գիտեք ինչու՞։ Որովհետև երբ որ մենք մտածում ենք 7 անգամ ներելու մասին, մենք մտածում ենք դիմացինի մասին։ Բայց երբ որ Հիսուսը խոսում է 70 անգամ 7-ի մասին, խոսում է մեր մասին։ Քանի անգամ ես կներեմ իմ դիմացին։ 7 անգամ հաջողություն է։ Հիսուս ասում է, բայց դա քեզ համար չի հերիքի։ Եվ խոսում է մեր ծայրահեղ կորսված լինելու մասին։ Եվ ասում է, ոչ թե 7 անգամ։ Եվ փառք Տիրոջը, որ ինքը ասում է այդ բանը։ Ում համար ակչություն արել 490-ը։ Դուք գիտեք ինչ է դա։ Կան մարդիկ, ովքեր այնքան մոտիկից են ճանաչել իրանց, որ զարմանում են, որ հիմա այստեղ նստած են։ Կարծում եմ իրանք կհասկանան 490-ի գաղափարը։ Ես ուզում էի մի փոքր ֆոն ստեղծեմ երկու որդիների քննարկման համար։ Որովհետև խոսում է նա, ով որ ուղղությունից ճանաչում է իր որդիներին։ Խոսում է նա, ով որ կուրացած չի ծնողական սիրով։ Գիտեք, ծնողական սերը կուրացնող հատկանիշ ունի։ Մարդուն կարող է իր սեփական որդին իր տան մեջ հանցագործ մեծանա, բայց մայրը այնքան տարված լինի իր որդուն իր ծնողական սիրո մեջ անմեղսունակ տեսնելով, որ չկարողանա հավատալ, որ իր որդին ի վիճակի է մրջոն սպանելու։ Եվ սա ծնողական սերն է, բայց Աստծո սերը այդպիսին չի։ Աստծո սերը սա չի, որ իդեալականացնում է։ Օրինակ սիրահարվածները իդեալականացնում են, չէ՞։ Ովքեր կարդացել են Քաոս վեպը։ Այնտեղ նկարագիր կա, երբ որ հերոսը սիրահարվում է ինչ-որ մի կնոջ, որը բեխեր ուներ։ Եվ ոնց է նկարագրում այդ բեխերը։ Ինչ նոնա ջան։ Նուրբ։ Այդ Միքայելն է։ Նրա բեխերը նուրբ ինչի նման է։ Վերջը դες մի բան կար։ Ես սխալ չեմ։ Իսկ երբ որ հասնում է իր ուզածին, ինչ է նկարագրում։ Նրա բեխերը սուր ասերների պես։ Սա մարդկային սերն է, որը իդեալականացնում է իր սիրելիին եւ հերքելով եւ անտեսելով ամեն թերություն, չտեսնելով դա։ Ուզում եմ մխիթարել մեր սիրելի քույրերին, ովքեր այդքան էլ իրանք իրացից գող չեն։ Այն երիտասարդը, որ քեզ կուզի, չի տենա դրանք։ Հետո միջև որ տենա ուշ կլինի։
Որտեղ սա մարդկային սեր է։ Մարդկային սերը չի կարա թերությունը հանդուրժի։ Բայց աստվածային սերը անգիր գիտի ամեն բան, որ մենք չգիտենք։ Տարիներ առաջ, երբ որ նոր ապաշխարած ժամանակ, ինչ-որ խնդիր ունեի, որ իրեն պայքարում էի, և որոշակի պայքարից հետո հոգնեցի և հասկացա, որ չեմ կարող հաղթահարել, գնացի իմ սենյակ, դրեցի պոլին, որովհետև եթե պոլից էլ ցածր վիճակը ներ, կուզեի դրանից էլ ներքև դնեի, որովհետև ես ինձ արժանի չէի համարում։ Աղոթում էի և ասում էի, Տեր, դու սխալվել ես, ինձ ընտրել ես, ես այդ մարդը չեմ։ Երբ որ հանկարծ այդ անկեղծ այդ ապրումների մեջ տեսա նրա ժպիտը։ Դեմքը չէ, բայց ժպիտը տեսա։ Եվ նա ժպտում էր, և այդ ժպիտը կարելի էր թարգմանել։ Եվ դա ես էր նշանակում։ Դու դեռ նոր ես սկսել ծանոթանալ քեզ հետ։ Իսկ ես քեզ մինչև վերջ ճանաչելով եմ կանչել։ Այդ ժամանակից անցել է 23 տարի, և ամեն տարի ես ավելի լավ եմ հասկանում նրա ժպիտը։ Եվ այդ ժպիտը այնքան դաժան է ինձ համար, բայց նա է այնքան քաջալերող և հուսադրող, որ նա հանկարծակի չի եկել ինձանով, ոչ էլ քեզանով, և նա ասում է որդիների պատմության մեջ։ Եկեք մի փոքր հասկանանք որդիները ովքեր էին։ Խոսքը գրված է Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-ից 31 խոսքերի մեջ։ Ովքեր չգիտեն, երբեք լսած չեն այս պատմությունը, կարող են ձեր բարձրացնել։ Կան է ձեր մարդիկ, որ երբեք լսած չեն և տեղյակ չեն։ Ես կկարդամ, եթե կա մի հոգի, որ լսած չի։ Բոլորը գիտեք։ Լավ։ Մի փոքր ներկայացնենք փոքր որդու, որին Տերը ներկայացնում է որպես հոր երկու որդիներից մեկը։ Եվ առաջի հատկանիշը, որ մենք ճանաչում ենք փոքր որդու մեջ ինչն է։ Ինչպիսին էր այդ որդին, ով կասի, հա, ով էր ասում, ասեք, ինչ էր անում, չեմ ասում ինչ արեց, ասում եմ ինչպիսին էր, հանդուգն, հա, դաժան, բնանք հոմանիշներ են, ես առաջի հատկանիշը գրել եմ, որ ինքը դաժան էր, որտեղ ենք տեսնում իրա դաժանությունը, հոր կենթանության ժամանակ ուզում էր ժառանգություն, որը պետք է հասներ իրան հոր մահից հետո, և ինքը չէր խնայում հորը, և ասում էր, ես իմ ծրագրեր ունեմ, քո մեռնելու շանումը, դուր ինձ իմ կյանքն էլ անցնում է, ես ուզում եմ իմ կյանքը վայելեմ, ինչի քո մեռնելու պատճառով ես չպետք է վայելեմ իմ կյանքը։ Ես սխալ բան ասում եմ, այդ ձև չի, այդ ձև է։ Ինքը շատ դաժան էր և գալիս է շատ համարձակ, ասում է իմ բաժին ժառանգությունը տուր ինձ։ Երկրորդը, որ հասկանում ենք որդու մեջ ինչն էր։ Հա? Էգոիստ, անշուշտ կա էգոիստությունը, բայց որ ասո խոսքը մեզ բացահայտում է։ Մեղքասեր, հա? Որովհետև գրված է և վերցրեց այդ ժառանգությունը և գնաց հեռու երկիր և այնտեղ ոնց էր ապրում, անառակությամբ էր ապրում։ Այ, մեղքասեր։ Կա մեկը, որ դաժան, դաժան հարց եմ տալիս ես։ Ձեր չբարձրացնենք։ Մենք այնքան լավն ենք, մանավանդ այսօրվան ու մանսկանչելի երկրպագության ժամանակ։ Այնքան անուշ են երկում,
Այնքան հոժարություն է երևում մեր երգերի մեջ, բայց հանկարծ, երբ որ մենք բռնվում ենք ինչ-որ մի ցանկությամբ, երբ որ մենք ինչ-որ մի բան մեր առաջ նպատակ ենք դնում, եւ որոշում ենք դրան հասնենք ամեն գնով, Աստված հեռու պահի այդ ժամանակ, որ մեկը մեզ հետ հանդիպի։ Մենք գիտենք, որ մենք դա կանենք, եւ մենք գիտենք, որ դա ճիշտ չի։ Սրանք դաժան բաներ են, բայց դա մենք ենք, եւ Աստված խոսում է մեր մասին։ Մեկ ասում է, այս անձնավորությունը լավն էր, հետո ստիպված ես ասում մտածելու, որ սխալվել եմ ես իմ գնահատականի մեջ, այս անձնավորությունը լավը չի մեղմ ասած, այս անձնավորությունը հետո կարող է լինի նաև, որ վատն է մեղմ ասած, հետո կարող է լինի, որ այդ անձնավորությունը ընդհանրապես չեմ ուզում իր հետ գործ ունենա, հիմի ո՞րն է այդ անձնավորությունը։ Եվ ամեն բարի բան, ինչ որ կարող է մարդու մեջ լինել, միայն Աստծուց է։ Եվ այդ ժամանակ, որ դրսևորվում է բարիքը, եւ բարին, այդ անձնավորությունը չի, այդ Աստված է, որ իր մեջ դնում է բան։ Բայց եթե մենք սկսում ենք ճանաչել, մեղքասեր, կա մեր մեջ մեկը, մեղքասեր։ Հակոբոսը ասում է, շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն ասում կապում, եւ ինքը շատ դաժան ասում։ Եվ ով է իրան վերագրում հանկարծ այդ տեղը Հակոբոսի թղթի մեջ, ձեռքեր չէ ուզում տենա։ Եվ դու կիլոմետրերով քեզանից հեռու ես տանում դա, եւ ասում ես, սա ինձ հետ ոչ մի կապ չունի, ես բարոյական արժեքների տեր մարդ եմ։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ, սիրելիս։ Ապրել սրբության կյանք, ապրել արդար կյանք, նման է նրան, որ քայլել ծովի վրայով։ Եվ դու երբեք չասես, որ չես սուզվի, եթե ինչ-որ չափով կշիռ ունես, եթե ինչ-որ չափով քաշ ունես, չասես, որ դա ինձ չի վերաբերվում, չասես, որ դա ինձ հետ կապ չունի, դա քեզ քարի նման հատակ կտանի։ Երբ որ գրված է այնտեղ Պետրոսի մասին, որ սկսեց սուզվել, կարծում եք Պետրոսի մասին է, որ գրված է։ Կարծում եք սուզվելու մասին է, որ գրված է։ Հիսուսի մասին է գրված։ Եվ մարդկության տեսակի։ Եվ մեր միակ փրկությունը նրա մեր հետ լինելն է։ Այն ժամանակ, երբ որ մենք գիտակցում ենք, որ մենք իջնում ենք ներքև, Աստված չանի, որ մենք մի քիչ ուշ աղաղակենք, մենք դեռ կտենանք, թե մեզանից ինչ պտուղ ենք ներկայացնում։ Եվ այդ խոսքերը, որոնք շատ դաժան են մեր ականջներին զրնգում, ոչինչ կդառնան։ Որովհետև բոլորս էլ մարդ ենք, լինելով Աստծո որդիներ։ Կա մեկը, որի մասին, կամ որի հետ խոսում եմ ես այսօր։ Մի մարդ երկու որդի ուներ։ Եվ դա գրած է մեր մասին։ Գուցե սա քեզ չի վերաբերվում։ Ես չգիտեմ դա լավ է թե վատ, որովհետև ուրեմն այն մյուս նկարագիրն է քոնը։ Եվ դրանցից որն է ավելի բարի, գուցե ավելի մեղավորը։ Երբեմն, երբ որ մենք մարդկանց բաժանում ենք խմբերի,
Եվ մեկին լավ ենք ասում, մեկին վատ։ Հանկարծ Աստված թույլ տա մենք ծանոթանանք լավի հետ, մենք վատին երանի գտանք։ Էդ եղել է քո կյանքի մեջ։ Այդ վատից այնքան լավություն է եղել, այն լավից այնքան վատություն, որ երբեք չէիր կարող հավատալ։ Ինձ թվում է ժամանակն եկել է, որ մենք դադարենք շեշտել այդ մարդկանց վրա և փորձենք Տիրոջը նայենք, որովհետև դրա մեջ է թաքնված սիրելու գաղտնիքը։ Երրորդը ինչ ուրիշ նկարագիր կասեք այդ որդու մասին։ Երբ որ խոսքը վերաբերում է ուրիշին, մենք այնքան անաչառ ենք և այնքան դիպուկ, բայց մենք չգիտենք, որ մենք մեզ ենք նկարագրում, հա։ Ուրիշ, ուրեմն այդ որդին դաժան էր և մեղքասեր էր։ Դուք զգացել եք նրանք, ովքեր որոշել են հորից հեռանան, նույն կերպարանքն են ստանում և նույն բնութագրին են դառնում։ Իրանք միշտ դառնում են բողոքավոր և իրանց համար միշտ պատճառներ են պետք։ Աստված չանի, որ դու դառնաս դրա պատճառը։ Ռաֆայել եղբայրը ասում էր, բալես այդ մարդը աշխարհ է գնում, հանկարծ քո պատճառով չգնա։ Սրանք աշխարհ գնացող, Տիրոջը թողող մարդիկ են։ Եվ իրանք պատճառ են ման գալիս։ Կարծում եք կգտնեն իրանք պատճառ, թե չէ։ Եթե այս հոր որդին գտավ, հաստատ կգտնեն։ Եվ նրանք գնում են։ Եվ դու իրանց ոչ մի ձևով չես կարող հետ պահես։ Իրանք գնում են անելու այն ինչ, որ իրանց սրտի մեջ որոշել, որ անեն։ Որովհետև նրանք ոչ միայն մեղքասեր են, նաև դաժան են։ Ուրիշ ինչ, ես իմ փոքր մտքով մի քանի նկարագիր գրել եմ, իրանք անթասիբ են։ Բացարձակ իրանց համար օգ չեն անում, որ իրանց հոր տունը, իրանց հոր տան պատիվը, իրանց հոր անունը, ինչ կլինի, ինչ կասվի։ Աստծո խոսքը ասում է, որ ձեր պատճառով Աստծո անունը հայհոյվում է հեթանոսների մեջ։ Եվ կարծում եք, այդ ժամանակ մենք հոգ ենք տանում Աստծո անվան համար։ Աստված մեղանչած մարդուն ասում է, որովհետև դու առիթ տվեցիր, որ թշնամիները անարգեն իմ անունը։ Գիտեք, որ մենք ամեն անգամ, երբ որ մենք մեղք ենք գործում, իրավունք ենք տալիս սատանային անարգելու Աստծուն։ Բայց այդ ժամանակ մեզ համար ռուսներեն ասած նիդա է դրա։ Մեզ դա չի հետաքրքրում։ Մենք դրա մասին օգ չենք տանում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մենք բռնված ենք։ Եվ անում ենք այն ինչ որ ուզում ենք։ Մի մարդ երկու որդի ուներ։ Հաջորդը արժեքներից զուրկ։ Երբ որ մարդը ընկնում է, երբ որ քրիստոնյան ընկնում է, աշխարհիկը դեռևս մնում է որոշակի չափանիշի վրա։ Իրանք կարող ավելի բարոյապես կայուն լինեն, ավելի արժեքների տեր լինեն, ավելի կուլտուրական լինեն, Աստված հեռու պահի անկում ունեցած քրիստոնյայից։ Որովհետև նրանց կյանքի մեջ լինում է, որ դևը հետ է գալիս 7 անգամ ավելի և նրա վերջը ավելի վատ է լինում, քան սկիզբը, որովհետև նրանք սահման չեն ճանաչում։ Պողոս առաքյալը ասում է, ձեր մեջ Կորինթոսի եկեղեցուն գրում, ասում է, ձեր մեջ պոռնկություն կա, որ աշխարհի մեջ էլ չի լսված։ Ես իհարկե չեմ ուզում հիմիկ ասեմ այդ նույն բանը կարալին, որովհետև աշխարհին հասնել չի լինի էլ։ Աշխարհը գժվել է։ Բայց անկում ապրած քրիստոնյաները всё же մի բան կմտածեն։ Եվ չեք զարմանում,
Եթե մենք փորձում ենք մեզանից հեռացնենք դա եւ ասում ենք, որ դա մեր հետ կապ չունի, զարմանալի է Հիսուսին շատ մոտեղող աշակերտները։ Մեկը ծախեց նրան 30 արծաթով, մեկը ուրացավ, մատնեց, բոլորը թողեցին, գնացին եւ նրանք բոլորը այնքան լավն էին, այնքան հավատալին ու երբեք իրանց հետ չէր կարող դա պատահել։ Ամեն։ Երբ որ Հիսուս ասում էր, Պետրոս ասում էր քավլիցի Տեր, եթե դու այսօր լսում ես եւ ասում ես քավլիցի Տեր, զգուշ մնա, ավելի լավ ասես պահի ինձ Տեր։ Քավլիցի Տեր եւ բոլորը այդպես էին ասում, ով կմատնի, ես չեմ մատնի, ես չեմ անի այդ բանը, թող Տերը պահի մեզ։ Ապրում էր խոզաբնի մեջ և փափագում էր խոզերի կերակուր ուտել։ Այն ժամանակ, երբ որ իրանց տան հատուկ սկզբունքներից մեկը խոզի պղծությունն էր և նրան կպնելը անգամ պղծում էր մարդը։ Երբ որ մենք հեռանում ենք հորից, ոչ մի արժեք չի մնում։ Բացարձակ ոչ մի արժեք, ոչ մի սահման չի մնում։ Դա հոգևոր մահ։ Հաջորդը մորթապաշտ էր։ Իրա կաշին փրկելու մասին էր մտածում։ Եվ պատրաստ էր իրա որդիությունը փոխել ծառայության հետ։ Մենակ թեկուշ լիներ և չմեռներ։ Չէր էլ գիտակցում, որ հոգևորապես արդեն մեռած ենք։ Եվ սա երկու որդիներից մեկն է։ Եվ ասեմ ձեզ ոչ վատագույնը։ Նրանք, ովքեր սրա մեջ չկային, գուցե հանգստացած շունչ քաշեցին, բայց ուզում եմ ասեմ իզուր, որովհետև գալիս է ավելի դաժան։ Մեծը։ Ես ափսոսում եմ, որ այսօր հոր մասին չենք հասցնում խոսել, որովհետև այնքան լավ։ Մեծը, մեծին ինչ նկարագիր կտակ։ Ով է ճանաչում մեծ որդուն։ Չէ, ոչ թե անձամբ։ Նենց ուղղակի, լսելով, կարդալով, ով է ճանաչում մեծ որդուն։ Ինչ կնկարագրեք մեծ որդուն։ Հա? Նախանց, ճիշտ է, կա, է՞։ Պոստ։ Ես, լալսեք, ես սրան գիտեք, ես ովքեր են ակտիվ, որ նկարագրում են մեծին, ովքեր փոքրն են։ Ճիշտ եմ ասում։ Մարդը դրսևորվում է։ Որտև դատել ենքան լավն է։ Սենց մեկ լեզուտ քոր է գալիս, ու դու չես կարած ասում ես։ Լավ, դեժանների, որ տենց դաժան նկարագրեր կա, բայց փորձում ենք ուղղակի դուս բերենք են ինչ-որ կա, ոչ թե դատելով։ Ամեն չար էր, մեծ եղբայրը չար էր։ Եվ որտեղ է դրսևորվում չարությունը։ Ով կասի։ Երբ որ ինքը եկավ, հոր տան մոտ հասավ, ուրախության և պարերի ձայներ լսեց։ Ախ, մեծ որդիները հետ չեն սիրում այս ձայները։ Ինչ ուրախություն, ինչ պար, Աստծո տան մեջ այդտեղի ձայներ չկա և չի կարող լինել։ Պար։ Նոնա, մեղքի մեջ ասնում, ըստ մեծ եղբոր վարդապետության։ Եվ ամեն օր տաճարի մեջ մեղք ես գործում և արդար ես տաճարի պատճառ։ Ինչ պարի մասին է խոսքը։ Մեր եղբայրն այս մեկ որ ասում էր, դե ցույց տուր, որտեղ է գրած, որ կարելի է ծափ տալ, որ կարելի է արտահայտել քո ուրախությունը։ Եվ ես տեսա նոր գտակարանում հեսա։ Մոտեցավ որ տանը և ուրախության և պարերի
Բարերի ձայնը ով կարող անի։ Կարծում եք սրանք է։ Հա? Ուրիշ ձայներ կան բարերի։ Էլ ուրիշ։ Իսկ դա ամոթ չի եկեղեցու մեծերի բան լինի։ Հիսուսն ասում։ Հիսուսն չի ասում։ Ինքը մի բան գիտի, չէ՞ որ ասում։ Ժողովուրդ, ովքեր են տխուր, որ այս ձևի բան կա գրած ավետարանում։ Ծանոթացեք, մեր մեծ եղբայրներն են։ Ինչի էր չար, որովհետև տխուր էր և չէր կարող հասկանալ, որ հորտանը կարավորողություն լինի, են անառատ որդու պատճառով, սա չարիքը։ Երբ որ մենք չենք կարող ուրախանալ ուրախացողների հետ, մենք չար ենք։ Երբ որ ուրիշի ուրախությունը մեզ տրտմացնում է, և մեր տրամադրությունը գցում է, մենք չար ենք, մենք պետք է ընդունենք և խոստովանենք, որ մենք չար ենք այդ ժամանակ։ Ամեն։ Եվ բարկացավ, մանավանդ երբ որ լսեց, որ պարած զվարակը էլ չկա։ Կարևոր չի, որ եղբայրը կա։ Կարևոր է, որ պարած զվարակը չկա։ Եվ ինչքան դաժան էր։ Ուրեմն չար էր։ Եվ որ որդին էր։ Եվ հիմա փոքրինչ սկսում ենք հասկանալ, որ գրված է մի հայր երկու որդի ուներ։ Եվ ինքը խոսում է այս մասին։ Եվ ասում է ես դեռ հայր եմ, բարեգորը սա է։ Թեկուզ դու այդպեսին ես, բայց հույսը սրա մեջ է, որ ես քո հայրն եմ։ Եկեք Տիրոջը փառք տանք։ Նախանձը, որտեղ է նախանձը, ինչի մեջ է դրսևորվում։ Նախանձը միշտ գնահատում է դիմացինի ունեցածը և երբեք չի գնահատում սեփականը։ Իրան շարժող ուժը նա չի թե ինքը ինչ կարա անի, այլ նա է, որ դիմացինը ինչ արեց։ Սա նախանձն է։ Գրած է, որ նախանձը ոսկորներին, նախանձը հոգևոր գանգրենա է։ Նախանձը քեզ գամում է անդամալույցի պես, և դու չես կարող քայլել անել։ Դու անդամալուց ես, ես անդամալուց եմ դառնում, եթե նախանձին տեղ եմ տալիս։ Գիտեք նախանձի հակա նախանձը որն է։ Հա։ Օրհնել դիմացին։ Տիրոջը փառք տալ։ Նախանձի համար այնքան դժվար է, այդ ժամանակ իր ապրոշները կարած են։ Ասում եմ, քիչ էր գործեր ես վատ, ես հարևանս էլ ավտո առավ։ Եվ այն գործերը վատ լինելը չարիքի փոքրագույնն է, բայց որ հանկարծ կողքին ավտո առավ ես արդեն վերջն աշխարհի։ Մինչև մենք չսովորենք ուրախանալ ուրիշի ուրախություններով, մենք չենք օրհնվի։ Եվ սա Աստծո զավակների մեջ կա, պարզվում է, որ հա, Հիսուսը ասում է, որ դա երկու որդիներից մեկն էր։ Նախանձները պետք է ազատագրվեն, դա դևը, որ տանում է ատելության եղբորը, հետո տանում է եղբայրասպանության, նախանձը դաժանման։ Հաջորդը, որտեղ է նախանձերը, ասում է ինձ ուր չտվեցիր իր համար պարարտ զվարակը մորթեցիր, այս է նախանձը։ Հաջորդը կեղծավոր էր նա։ Եվ որ նա ավելի վատ ես չգիտեմ, մեղավոր թե կեղծավոր։ Եթե նայեք Հիսուսի բերած բոլոր համեմատությունները այս երկուսն են, մեղավոր և կեղծավոր։ Փարիսեցին և մաքսավորը, մեկը մեղավոր է, մեկը կեղծավոր է։ Եվ այս մեծը կեղծավոր էր, որտեղ է երևում իր կեղծավորությունը, ասում է, այսքան տարի ես քեզ ծառայեցի, ինքան խելոք է։ Գիտեք, առաջի բաժինը ինքան խելոք է։ Եվ դու մտածում ես, այս ինչ անուշ մարդ է, այն հետո անոչը նայեցը կար ես, հետո մորթոցա սկսում, հետո ինչ անում, դու
Այդ քո որդին ինչքան դաժան է, եւ այս կեղծավորությունը փոքր որդու դաժանությունից ավելի դաժան է, որովհետեւ այսքան տարի ես քեզ ծառայեցի, բայց դրա կողքին հորը սպանող այդ խոսքերը, բայց դու եւ քո որդին, որ քո ունեցվածքը անառակների հետ կերավ, հենց որ եկավ դու մորթեցիր։ Կեղծավորությունը սահմանում վերջ ունի, մի օր պայթում են կեղծավորները։ Ճիշտ է, ճիշտ խոսասողի գլուխը ցակ է, բայց միշտ այդ է, բայց կեղծավորները սկզբից լավներ են, դու Աստված է ռոպայի։ Հաջորդը նույնքան աշխարհասեր էր, ինչքան փոքր որդին։ Որտեղից է երևում։ Ասում դու ինձ մի հատ ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեմ, այդ որ բարեկամներն էին հորտանից դուրս։ Չէ որ իր աշխարհի շրջապատն էր։ Գուցե եւ երկրորդը այդ մեծ որդին որտեղից իմացավ, որ փոքրը անառակությամբ ապրել։ Ով էր ասել։ Ոչ մեկն էլ իրան չասեց։ Ինքը մտածում էր, թե ինչ կաներ նրա փոխարեն։ Ուրիշ էր, ինչ տարբերակ կա, բայց ուրիշ որտեղ, չէ որ ինչի մեջ մենք դատում ենք, մենք դրա մեջ ենք։ Եվ կարիերիստ էր։ Ինչ ասա նշանակում։ Մարդիկ կան, որ այնքան լավ բաներ կանեն, բայց մենակ թե իրանց պարքի համար։ Երբ որ մի բան անում է, ինքը իրան Բրեժնևի պես, մի հատ քեզ ամեն տար տալիս, մի հատ իրան։ Հենց որ մի հատ լավ բան անում, մի անգամից իրան աստղա տալիս։ Դրանից ինքը կայանում է, իր արժեքը մեծանում է։ Հիսուս ասում էր, երբ որ ձեր հրամայված բաները անեք, ինչ ասեք։ Ինչ ասեք։ Ասեք ես անարժան մարդ եմ։ Ինչ որ արտավոր է անելու, հետ եմ արել։ Ուզում ասի, որ դու դրանից քեզ ոչ մի բան չտանես, փառք չվերագրես քեզ, քո դիրքը չամրացնես, քո կարևորությունը չմեծացնես, քեզ արժեք չտաս։ Սա կարիերիստն է։ Ինչ ասում ինքը, այսքան տարի աշխատել եմ քո համար։ Ում համար է աշխատել։ Բա ինչի ասում քո համար։ Գիտեք ինչից է դա, որովհետև իր և հոր մեջ մի անդունդ կար, որովհետև հայրը ուրիշ մեկն էր, ինքը ուրիշ մեկն էր։ Մենք էլ ենք այդպես, երբ որ սկսում ենք կարիերիստի ճանապարհը։ Արդեն ընդհանուր շահը եկեղեցու օգուտը, ընտանիքի հասկացողությունը դուրս է գալիս և մնում է մեր նեղ անձնական։ Մարդիկ անում են բաներ, պատրաստ են շատ բաներ անեն, բայց դա ձրիկ չի։ Երբեմն բաներ կա, լավություններ կա, ծառայություններ կան, որոնք իրականում շատ տանկ արժեն։ Ավելի թանկ, քան եթե ինչ-որ մեկին վարձես, որ այդ բանը անի։ Եվ դրան կարիերիստներ են։ Եվ կարիերիստ էր, որովհետև այդ ուլը ուզում էր իր բարեկամների հետ ուրախություն աներ, որ իր ընկերների մոդելերը վար, որ ինքը կարգին մարդ է։ Բայց հիշեք, Աստված երբեք մեր ցուցամոլությանը չի պատասխանում։ Ասում դու մի ուլ էլ չտվեցիր, որ ես իմ բարեկամների հետ ուրախանամ։ Այսինքն, ես չգիտեմ ուզել էր, չէր ուզել, գուցե, չգիտեմ, գուցե չէր էր ուզել, գուցե որովհետև ինքը չարեր մտածում էր, դե ինչ ուզեմ չի տալու։ Գուցե ուզեր տար, գուցե ուզելա չի տվել, բայց շարժարիտները սխալ էր։ Եվ վերջում, որից մի նկարագիր ասեմ, որ բացասականով չբաժանվենք։ Որովհետև որդիների բացասականը
բացահայտում է լավագույն ձևով հորեությունը։ Հենց այն, որ այդ երկու որդի ունեցող դերևս սիրող հայր էր և չէր ուրացել նրանցից։ Բայց նրա նկարագիրը հենց ամենասկզբից սկսում է երևալ։ Հայրը հեզ էր։ Որտեղ ենք տեսնում։ Երբ որ անառակ որդին գալիս է և ասում է դուր ինձ իմ բաժինը։ Դուք պատկերացնում եք, թե հայրը ինչերով է անցնում, լսելով այդ խոսքերը։ Ով, բայց մեր երկնային հայրը մեր մտածածը լավ գիտի։ Ես գիտեմ, որ նախաբանը լավ գիտեր, նախապատմությունը լավ գիտեր, թե ինչի հանկարծ այդ անառակ որդին որոշեց գա հորից իր հասանելիք ժառանգությունը ուզի, չէ որ նա գիտեր, չէ որ այդ մտածումները գիտեր։ Ես զարմանում եմ հոր վրա, երբ որ նա ոչ մի բառ չի ասում։ Երբ որ չգիտես ու լռում ես, կարող է իմաստություն համարվի ասում առակածը։ Բայց երբ որ դու գիտես, ինձ համար ամենածանր փորձությունը, ամենաշատ ինձ վիրավորող բանը սա է, երբ որ դիմացինը ինձ հիմարի տեղադրում։ Սա չեմ կարողանում, ինձ համար դժվար փորձություն է։ Երբ որ գիտեմ, բայց գալիս են, ունեց են, որ տպավորություն կամ դու պետք է հիմար լնես, կամ դիմացինն է հիմար, որ չի պատկերացնում, որ դու գիտես։ Եվ հնեց ապահովություններ էշտալ, բայց դու գիտես, անգիր գիտես, չգիտես որտեղից գիտես, գուցե Աստված է ցույց տվել, գուցե ես չգիտեմ որտեղից գիտես, բայց դու գիտես։ Բայց եթե ես գիտեմ, ինչքան առավել նա գիտի։ Ու երբ որ նա ոչինչ չի խոսում, և հանում է տալիս է։ Ինչքան բաներ գիտի նա, և որովհետև նա հեզ է։ Եվ մենք մեր գիտության մեջ հիմարացած, չպատկերացնելով, որ նա գիտի։ Ամեն անգամ նորից գնում ենք նրա մոտ։ Երբեն ունել ցույց տալով դեպի, բա ինչ է եղել, որ բան էլ չի եղել։ Ոչ մի բան չի փոխվել։ Եվ նա ոչինչ չի ասում։ Գիտեք ինչ ա գրած Սաղմոսի մեջ ասում է, դու մեղ գործեցիր, և ես լռեցի, և քեզ թվաց, թե ես քո նման եմ։ Ինչքան դաժան է, այդքան է իմանալ և շարունակել սիրել։ Մենք ոնց որ դեր մտնում ենք մի տեղ, որտեղ կսկսենք հասկանալ Քրիստոսի